Գարնանային ցրտահարություն, կարգտահարություն, երաշտ, հրդեհ։ Այս ռիսկի գործոնները հաշվի առնելով կառավարությունն ընդլայնում է մշակաբույսերի ապահովագրման շրջանակը։ 11-ի փոխարեն այս տարի 13 մշակաբույս կապահովագրվի։ Ցանկում ներառվել է ծիրանի և խաղողի այգիների ապահովագրումը։ Քանի որ գյուղատնտեսության ապահովագրության ոլորտում վերապահովագրական կազմակերպությունը վնասաբերության շատ բարձր մակարդակ է ունեցել եւ դուրս էր եկել հայկական շուկայից, ինչպես 24 թվականին, նախորդ տարի այնպես էլ 25 թվականին գյուղացիական տնտեսությունների ապահովագրությունը հասանելի դարձնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը ինչպես 24-ին էր իր վրա վերցրել, այնպես էլ այս տարի է իր վրա վերցնում ռիսկերի մեղման մի զգալի մասը։ Եթե վնասաբերությունը գերազանցի ապահովագրական ընկերությունների կողմից հավաքագրված ապահովագրավճարի 200%-ը, ապա կառավարությունն այդ բեռը կվերցնի իր վրա։ Նախագծով նաև առաջարկում ենք շատ մեծ աջակցություն նաև գյուղացիական տնտեսությունների, ոչ միայն ապահովագրական ընկերությունների, մասնավորապես նախկինում ապահովագրավճարի 50-ից 60%-ներ փոխհատուցվում, հիմա առաջարկում ենք 70-ից 80% սուբսիդավորում, ընդ որում այդ դեպքում նույնիսկ KfW-ն նախկինում KfW-ն մասնաբաժին ուներ, այստեղ նորից կառավարությունը ամբողջովին այդ ծախսերը վերցնում է իր վրա։ Այս պահին ծրագրին մասնակցում է 3 ապահովագրական ընկերություն, սակայն աշխատանքներ են տարվում, որպեսզի այլ ընկերություններ ևս ներգրավվեն, ասաց էկոնոմիկայի նախարարը։ Կառավարությունը շատ վճռական է տրամադրված հաջորդ տարիների համար համակարգային լուծումներ գտնել, որոնք ոչ միայն ապահովագրության ոլորտին են վերաբերվում, այլ նաև զուգահեռ ենթակառուցվածքների։ Կառավարությունը 916 միլիոն դրամ կհատկացնի որոշ համայնքների ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին։ Սա 2025 թվականի մեր առաջին համաֆինանսավորումն է եւ նաեւ որպես լրացուցիչ տեղեկատվություն ասեմ, որ արդեն միջգերատեսչական հանձնաժողովը սկսել է 2025 թվականի հայտերի ուսումնասիրությունը եւ երեկվա նիստում արդեն ունենք բավական մեծ թվով հայտեր, որոնք կուղարկվեն համայնքները առաջիկայում մրցութային գործընթացներ սկսելու եւ շինաշխատանքներն հնարավորինս արագ մեկնարկելու համար։ Կառավարությունը մերժեց ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի չեղարկման առաջարկությունը։ Նախագիծը ներկայացվել է Հայաստան խմբակցության կողմից։ Ֆինանսների նախարարը զեկուցում է. Նախագծով առաջարկվում է սահմանել, որ հարկային օրենսգրքով սահմանված 25 թվականի համար 75% չափով եւ 26 թվականի տարվա եւ հետագա տարիների համար 100%-ի չափով անշարժ գույքի հարկի հաշվարկման չափերը կիրառվում են միայն 200 միլիոն դրամից ավելի հարկման բազա ունեցող անշարժ գույքի մասով։ Երկրորդը, մինչև 200 միլիոն դրամ հարկման բազա ունեցող անշարժ գույքերի մասով 25 թվականի տարվա եւ հետագա հաշվետու տարիների համար անշարժ գույքի հարկի չափը հաշվարկվում է գումարի 75% չափով, այսինքն հաջորդ քայլը չի իրականացվում։ Նախագծի հեղինակները հիմնավորում են, որ գործող համակարգի արդյունքում արդեն իսկ հարկվում են նաև սոցիալապես անապահով քաղաքացիները, որոնք նախկինում ազատված էին գույքահարկից։ Բացի այդ նշվում է, որ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կասեցնել 21 թվականից տարեցտարի զգալի չափերով ավելացող հարկման բեռի աճը, որն ունի հակասոցիալական եւ անարդար բնույթ։ Այսինքն, նախագծի ընդունմամբ ակնկալվում է վերացնել 26 թվականի հունվարի 1-ից հերթական շուրջ 30%-ի չափով գույքահարկի բեռի ավելացում նախատեսող օրենսդրական դրույթը։ Փաշինյանն արձագանքում է. Անշարժ գույքի հարկերի հավաքման արդյունքում մեր համայնքների համախառն եկամուտները, սեփական եկամուտները 2019 թվականից այս կողմ կրկնապատկվել են։ Եվ այդ թվում այդ կրկնապատկման շնորհիվ է, որ համայնքները ճիշտ է, կառավարությունը սուբվենցիաներով ֆինանսավորում է ապահովում որոշ դեպքերում 70 եւ ավելի %, բայց միևնույնն է համայնքները սրա արդյունքում են, որ իրենց բյուջեները ավելացել են։ Եվ այս գույքային հարկերի հետ կապված այս ըմբռնումն էլ շատ էական նյուանս է պարունակում իր մեջ, որովհետև սա այն դեպքն է, երբ որ բառից բուն իմաստով մենք մարդկանց ասում ենք, որ հարկային քաղաքականությունը գումարը աճ գրպանից հանել, ձախ գրպանում դնելն է եւ հակառակը։ Վարչապետի խոսքով այդ գույքահարկը ծառայում է հասարակությանը։ Այդ գույքի գումարը բերելով միտեղ եւ այդ գույքերի դիմացի մայթը, փողոցը, լույսը, ծաղիկը, ցանկապատը եւ այլն դիմացի մանկապարտեզը կառուցելով։ Սրա մասին է խոսքը։ Եվ այս գումարը, գույքահարկի գումարը, որը մենք օրենսդրությամբ ասում ենք, որ պետք է հավաքվի գնա համայնք,
Մենք ուղղորդում ենք, որ համայնքը ինքը իր բարեկեցության վրա ծախսի։ Շատ կարևոր է սա արձանագրել։ Այդ գումարները ծախսում են ժողովրդի ընտրած ավագանիները, համայնքների ղեկավարները։ Ընդհանրապես խոսել այս համակարգի դեմ, կներեք, դա նշանակում է ասել, որ մեր գյուղերը պետք է շարունակեն մնալ ցեխի մեջ։ Եթե չունես կես մետրանոց ռեզինի սապոգներ, նշանակում է դու պետք է գյուղում տնից դուրս չկարողանաս գալ։ Ըստ Փաշինյանի, այս հարցով իրենք ստիպում են, որ համայնքը զարգանա, մարդիկ ավելի լավ ապրեն։ Հասմիկ Ֆահրադյան, Արմանլուր։